Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ այստեղ այս տեսանյութում ամփոփել հայտարարագրմանը վերաբերող բոլոր փոփոխությունները, որոնք այդ թվում այսօր ազգային ժողովի կողմից կատարվել են եւ այնտեղ առկա են նաեւ որոշակի նորամուծություններ։ Եվ այսպես, որպեսզի ամեն ինչ մեկտեղում լինի, 2025 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ռեզիդենտ են, 183 եւ ավելի օր Հայաստանի Հանրապետությունում են գտնվել, կամ իրենց կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում է, եւ իրենք 2024 թվականի ընթացքում գեթ 1 օր աշխատել են աշխատանքային պայմանագրով կամ քաղաքացիայի իրավական պայմանագրով, պարտավոր են լրացնել եկամուտների հաշվարկ հայտարարագիրը, ինչպես նաև այն անձինք, ովքեր արդեն 2024 թվականին, 2023 թվականի համար լրացրել էին այդ նույն հաշվարկ հայտարարագիրը։ Ինչպիսի տվյալներ պետք է արտացոլվեն կամ ինչ գործողությամբ պետք է դրացնեք այդ հայտարարագիրը, կախված է նրանից, թե ինչպիսի եկամուտներ ունեք։ Ըստ էության ուժի մեջ է մտնում այն ընթացակարգը, որը հայտարարվել էր, այսինքն գոյություն ունի նախալրացված հայտարարագրի գաղափար, այսինքն ՊԵԿ-ը ձեր փոխարեն կլրացնի հայտարարագիր, չի լինի Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ քաղաքացի, ով չի ունենա լրացված հայտարարագիր։ Եթե ձեր եկամուտը բացառապես ձեր աշխատավարձն է կամ դրան հավասարեցված վճարումները, որոնք ՊԵԿ-ը տեսնում է, կամ օրինակ հաջորդ տարի կենսաթոշակառուները, որոնք եւս պետք է լրացնեն, բոլորը պիտի լրացնեն, միայն կենսաթոշակն է սկզբունքորեն, ապա դուք հայտարարագիր կարող եք եւ չլրացնել եւ ՊԵԿ-ը կանի դա ձեր փոխարեն։ Ինչ վերաբերում է ավանդներին, այսինքն ձեր բանկային ֆինանսական տեղեկատվությանը, ապա դուք կարող եք մտնելով համապատասխան հարթակ, թույլտվություն տալ ՊԵԿ-ին եւ վերջինս դա եւս կանի ձեր փոխարեն։ Նրանք այդ մասին տեխնիկական հնարավորության մասին ձեզ կտեղեկացնեն։ Եթե խոսքը վերաբերում է վարկերին ու փոխառություններին, ապա այս պահի դրությամբ գործում է այն կանոնը, որ դրանք պետք է լրացվեն, եթե 2024 թվականի ընթացքում են վերցվել, բայց հայտարարվեց, որ կառավարության որոշմամբ նախատեսվելու է, որ վարկերն ու փոխառությունները եւս չլրացվեն։ Ամենակարևոր փոփոխություններից մեկը, որը կատարվել է, հետևյալն է. ընտանիքի անդամների միջև ծնողներ, զավակներ, դուստրեր, քույրեր, եղբայրներ փոխանցումները անկախ փոխանցման չափից չպետք է հայտարարագրվեն։ Դրանք առհասարակ կարիք չկա հայտարարագրելու։ 300,000 դրամի շեմը շարունակում է գործել ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց միջև փոխանցումների համար, եթե ըստ էության ուրեմն դրանք անհատույց կարգով են փոխանցվել կամ որևէ այլ եղանակով, ապա դրանք պետք է արտացոլվեն, մեկ անգամյա փոխանցումների մասին է խոսքը, սիրելի հայրենակիցներ։ Եվ եթե դուք ունեք հարցեր, ապա ես սիրով պատրաստ եմ այդ հարցերին պատասխանել։